Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիր մարմնի անդամների հետ քննարկել է առաջիկա ծրագրերն ու քայլերը, նա նշել է, որ ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի։ Ուժեղ Հայաստանի падգամավորի թեկնածուներից երկուսը կալանավորվել են, վերջիներիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ, որոնց կատարումը հանձնարարվել է ոստիկանությանը։ Նախաքննության ընթացքում նրանք հայտնաբերվել են եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այս շաբաթ Սյունիքում է ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները։ Այս ընդգծում է հայ-ամերիկյան աճող գործընկերությունը եւ մեր շարունակական համատեղ աշխատանքը ընդլայնելու տնտեսական հնարավորությունները։ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալասը հայտարարել է, որ Հայաստանի ժողովուրդը չնայած ռուսական ուժեղ ճնշումներին ընտրություն է կատարել հօգուտ եվրոպական ապագայի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Վրաստան-Հայաստան հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա եւ շատ ուրախ եմ, որ այս հարաբերությունները կշարունակվեն, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կովախիձեն։ FIFA-ի կողմից աշխարհի 2026 թվականի առաջնության 52 մրցավարների ցանկում ներառված սոմալիացի մրցավար Օմար Արտանին արգելել են մուտք գործել ԱՄՆ։ Արտանինով Մայամի օդանավակայան ժամանելուց հետո մերժում է ստացել, դարձել էր պատմության մեջ առաջին սոմալիացի ռեֆերին, որ պետք է սպասարկեր աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի խաղերը։ 2025 թվականին նա ճանաչվել էր Աֆրիկայի լավագույն մրցավար։